Հայաստանի գերագույն գլխավոր կաշառակեր, թալանչի եւ ավազակապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ քննչական կոմիտեի հաճախորդ, հետեւաբար մեր հոգեվորական դասի ամենաանբարոյական տարի տիտղոսը շահած 10 այսպես կոչված տիրադավները, հենց նոր իրենց վերագրելով լիազորություններ, որոնց համար օժտված չեն օրենքով, հայտարարեցին կազմակերպված հանցախմբի ստեղծման մասին, որի նպատակն է լինելու հայ առաքելական Սուրբ եկեղեցու քանդումն ու քայքայումը, հավատավոր հայ ժողովրդի պառակտումը, անօրենության ծավալումը ամբողջ երկրով։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ով իր գրառումը վերնագրել է երկրի ժանտախտը։ Նա մասնավորապես նշել է. Փաշինյանն այսպիսով այսօր կատարեց մի պատմական քայլ, որով նա հավերժ կհիշվի որպես հայոց պետականության, ինքնության կազմաքանդման եւ քայքայման ամենահետեւողական եւ նվիրյալ ռահվիրաններից մեկը։ Քիչ էր 2019 թվականի խաղաղության պլանի մերժումը եւ Հայաստանի ներքաշումը կործանարար պատերազմի մեջ։ Քիչ էր 5000 զինվորների կյանքի զոհաբերությունը, քիչ էր Արցախի ոչնչացումը։ Այսօրվանից հայ ժողովրդի դեմ կատարած նրա չարագործությունների ցուցակին կավելանա հայ առաքելական Սուրբ եկեղեցու հերձվածումը, հավատավոր ժողովրդի կյանքի պղծումը։ Սա իրականում մեծ օտարածին ծրագիր է, որը պետք է խափանվի։